Եղել են դեպքեր, որ կանայք ինքնաբավարարման նպատակով տարբեր առարկաներ են մտցրել հեշտոց եւ եղել են նաեւ դեպքեր, որ բացի առարկաները նաեւ եղել են տարբեր տեսակի բանջարեղեններ եւ շատ դեպքերում հենց հիմնավորվել է նրանով, որ տարածված մոտեցում է ու իրենց շրջանում, մասնավորապես նման դեպքեր շատ հաճախ շրջաններում են լինում, որ ինքնաբավարարման նպատակով հանգիստ կարող են օգտագործել տարբեր կուլտուրաներ բանջարաբոստանային, մասնավորապես շատ է տարածված գազարի կամ բադրջյանի կիրառումը որպես բավարարման միջոց, այսինքն եթե քաղաքակիրթ միջավայրում օգտագործվում է ֆալոիմիտատորը որպես գրգռման օբյեկտ, ապա այս դեպքերում հաճախ կիրառվում են տարբեր տեսակի առարկաները եւ թեկուս եւ բանջարեղենը։ Եղել են դեպքեր, որ ատամի խոզանակ է օգտագործվել որպես խթանման միջոց, այսինքն կինը ճանաչելով սեփական օրգանիզմի էրոգեն գոտիները եւ լսելով, որ որևէ առարկաների միջոցով հնարավոր է դրանք գրգռել, սկսել է կիրառել տարբեր առարկաներ ընդհուպ մինչև նաև արյունահոսությունների առաջացումը, որովհետև կախված կիրառման ձևից եւ խորությունից բնականաբար կարող են նաև ունենալ տրավմաներ, նույնիսկ կուսաթաղանթի պատռման վտանգի տեսքով։